Հարգելի քաղաքացիներ, իրավաբան գործընկերներ, տնտեսավարողներ եւ շահագրգիռ հանրություն։ Վերջերս Արդարադատության նախարարությունը շրջանառեց վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը մեդիա դաշտում եւ սոցիալական հարթակներում բուռն քննարկումների առիթ դարձավ։ Այդ քննարկումներն այսօր էլ շարունակվում են եւ շարունակվում են հատկապես պնդումները, թե նախագծով Արդարադատության նախարարությունը նպատակ է հետապնդել ստիպել մեր քաղաքացիներին եւ տնտեսավարողներին վճարել վարչական ակտերով նախատեսված տուգանքները, մինչեւ այդ վարչական ակտերը դատարանում բողոքարկելը կամ վճարել տուգանքները եւ սպասել, թե երբ դատարանը կկայացնի վերջնական դատական ակտ։ Վստահեցնում եմ, որ նման նպատակ չենք հետապնդել եւ օբյեկտիվորեն չենք էլ կարող հետապնդել։ Սիրելի մասնագետ գործընկերներ եւ քաղաքացիներ, հիշեցնեմ վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի այն կարգավորումը, ըստ որի դրամական պահանջ կամ տուգանք պարունակող վարչական ակտը դատարանում բողոքարկվելուց հետո չի դառնում անբողոքարկելի եւ այդպիսինը դառնում է միայն վերջնական դատական ակտի կայացումից հետո։ Այսինքն, հայտարարություններն այն մասին, թե նախարարությունը նպատակ է հետապնդել ստիպել քաղաքացիներին կամ տնտեսավարողներին վճարել վարչական ակտերով սահմանված տուգանքները եւ հետո դիմել դատարան, իրականությանն ուղղակի չեն համապատասխանում։ Այս համատեքստում կարող է հարց առաջանալ, թե ինչ նպատակ է հետապնդում ի վերջո նախագիծը։ Նախագծի նպատակն է պաշտպանել մեր քաղաքացիներին այն անբարեխիղճ անձանց գործողություններից, որոնք վտանգում են հանրային շահերը։ Տուգանքի հետ չկապված մյուս բոլոր վարչական ակտերի պարագայում նախագիծը նախատեսում է հնարավորություն, որպեսզի վարչական ակտի բողոքարկման պարագայում վարչական ակտի գործողությունը ավտոմատ կերպով չկասեցվի։ Այդ վարչական ակտերը կարող են վերաբերել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող անձանց։ Օրինակ, կարող են վերաբերել առերևույթ անբարեխիղճ ֆինանսական կազմակերպության գործունեության կասեցմանը, առերևույթ անբարեխիղճ սննդի օբյեկտի գործունեության կասեցմանը, առերևույթ անբարեխիղճ շինարարական կազմակերպության գործունեության կասեցմանը եւ այլն։ Ասվածն ամենևին չի նշանակում, որ այս բոլոր դեպքերում անձինք զրկված են լինելու վարչական ակտի գործողությունը կասեցնելու հնարավորությունից։ Դրա համար միայն անհրաժեշտ է լինելու, որպեսզի կողմը դատարանին ներկայացնի միջնորդություն վարչական ակտը կասեցնելու վերաբերյալ, դրանով դատարանին հնարավորություն տա քննարկել միջնորդությունը հաշվի առնելով դրա հիմքում ընկած բոլոր օբյեկտիվ հանգամանքները եւ կայացնել անաչառ որոշում։ Հարգելի քաղաքացիներ, սա այն երաշխիքն է, որը միտված է բալանսավորելու մասնավոր եւ հանրային շահերը։ Հարգելի գործընկերներ եւ քաղաքացիներ, մենք կարևորում ենք յուրաքանչյուրի կարծիքը մեր յուրաքանչյուր, այդ թվում այս նախաձեռնության վերաբերյալ։ Ուստի որոշել եք նախագծի հետ կապված կազմակերպել հանրային քննարկում, որին կարող եք մասնակցություն ունենալ ստորև ներկայացված հղմամբ գրանցվելու պարագայում։ Եղեք իրազեկ։